որոշ քրիստոնյաների, ասեմ, զատիկա, եկեք զատիկի տոնեն, ասեն դե գերեզման են գնալու։ Այսօր գերեզմանը օր չի, այսօր գերեզմանը Քրիստոսը չկա, ինքը հարություն առել։ Ինչու է Քրիստոսը հարություն առել։ Քրիստոսը հարություն առել, որպեսզի մեզ փրկի, Քրիստոսը հարություն առել, որպեսզի մեզ արդարացնի։ Մյուս բանը, ինչի համար է հարություն առել Քրիստոսը, որպեսզի մենք ունենանք հույս եւ մխիթարություն։ Քրիստոսը հարություն առել, որ մենք երկնային նպատակներ ունենանք։ Ով որ հավատում է Հիսուս Քրիստոսին, նա հավիտենական պիտի ապրի։ Սա է ավետարանը։ Դա համար Պողոս առաքյալը ասում է, ուզում եմ ճանաչեմ նրան, ուզում եմ այդ զորությունը հասկանամ, որ ինքը մեռավ առանց որևէ բանի։ Ինչի համար, որովհետև ինքը գիտեր, որ մեռնել հարություն պիտի առնի։ Մի ուրիշտեղ Պողոս առաքյալը ասում է, մահ, ուրա քո իշխանությունը, ուրա քո զորությունը, մահից չվախենաք, քաղցր ջան, Քրիստոսը հաղթել է մահից։